Կրկին ողջույն հարազատներս, ինչպես եք, հույսով եմ, որ շատ լավ եք, որովհետև ես շատ եմ ուզում, որ դուք շատ լավ լինեք։ Ես լավ եմ, տրամադրությունս բարձր է, շատ լավ եմ, անկախ նրանից, թե ինչքան հոգնած ենք, անկախ նրանից, թե ինչքան աշխատանքներ ենք արել, միևնույնն է, ոչ մի բանը իմ տրամադրության վրա չի ազդում, իմ առույգության վրա ոչ մի բանը չի ազդում, միշտ էներգիայով լի ու այդպես շարունակելու եմ առաջ, սիրելիներս։ Այսօր օրը երեքշաբթի էր, եղանակն էլ ասեմ, որ շատ հիանալի էր, շատ հիանալի, նենց լավ արևեր, արևոտ, տաք, ամբողջ խանութի դռները եւ պատուհանները բաց էինք թողել, ոնց որ այսպես գարնաշունչը մտներ խանութ, շատ լուսավոր, պարզ, շատ հավես օր էր այսօր, շատ մի քիչ ծանրաբեռնված եմ, ասեմ ինչ առումով եմ ծանրաբեռնված, ես նշել եմ, չէ, որ նոր արտադրամաս եմ բացում, նոր արտադրամաս եմ հիմնելու, հացի եւ լավաշի արտադրամասա, իմ խանութից մի քիչ ներքև է գտնվում, այդ աշխատանքներով եմ էլի, մի քիչ սենց ծանրաբեռնված խառը, սենց բանկ, այնտեղ ապրանք բերել, սենց մի քիչ խառը գործերի մեջ եմ, բայց լավ գործերի մեջ եմ, ու ասեմ, որ շուտով բացումն է լինելու, երևի տենց ամսին մինչև մարտի 1-2-ը բացումը անպայման նշելու եմ ու մեծ շուկով եմ նշելու ու բոլորը տեսնելու եք, թե ինչ լավ արտադրամաս եմ բացում ու այնտեղ ցույց եմ տալու արդեն լավաշի հետ կապված բոլոր տեսակի աշխատանքները, հացի հետ կապված բոլոր տեսակի աշխատանքները, հացը թխելու եմ քարի մատնաքաշ եմ անելու, թիով թխելու պրոցեսը, այդ բոլորը ես եմ անելու ու հատիկ առ հատիկ ցույց եմ տալու, թե ինչ աշխատանքներ է կատարվելու, թե լավաշը, թե հացը, մեծ սիրով ցուցադրելու եմ, այնպես որ սիրելի հետևորդներ, շարունակեք բաժանորդագրվել, շարունակեք ինձ նայել, որովհետև ձեզ սպասվում է նորանոր նորություններ, ավելի լավ բաներ ու դա տեղի է ունենալու շատ շուտով, դրա համար էլ ես մի քիչ սենց խառը միշտ ձեզ ուշ եմ միանում, բայց մեծ սրտով ու ամենայն ուրախությամբ եմ միանում, որովհետև ես էլի եմ կրկնում, սա իմ ուրախ ժամանակն է, որ ես անցկացնում եմ ձեր հետ։ Ինչ եմ ուզում այսօր ձեզ ցույց տալ, ես այսօր ունեմ մի երկու նախապատրաստական բան, որ կուզենամ հիմա անեմ, որովհետև վաղ առավոտյան, հիմա ես ինչ որ պատրաստելու եմ, վաղ առավոտյան ես պետք է այս պարագանը ունենամ պատրաստի, որպեսզի ես կարողանամ ինչ որ պետք է թխեմ եւ պատրաստեմ։ Ինչ եմ ուզում պատրաստել հիմա նախորդ, պատրաստելու եմ մեղր։ Մեղր տան պայմաններում, որը շատ հաջող է ստացվում, հավատացեք, որ դուք իմ այս բաղադրատոմսը փորձելուց հետո խանութից են սովորական մեղրները չեք առնելու ձեր թխվածքներում օգտագործելու կամ չգիտեմ ինչ-որ մի բան ստանալու համար հաստատ չեք գնելու, որովհետև շատ լավ է ստացվում։ Ու հեսա որ պատրաստենք, տեսնենք, անգամ գունայիններ չի տարբերվում մյուս տեսակի մեղրներից։ Ինչ եմ անելու հիմա այս պահին ես ասեմ, թե ինչքան պարագաներով եմ անում, որը լրիվ նորմալ չափ է, այսինքն շաքարավազ եմ վերցնելու, կիլո 100 գրամ շաքարավազա, կես լիտր ջուրա, մի թեթև թեյի գթան լիմոնի աղ, հետո արդեն որ պատրաստ լինի, ես կբացատրեմ ինչ ենք ավելացնելու մեղրին։ Հիմա ես այսպես կշռեմ, Պեսոկը նախորոք արդեն իսկ կշռել էի կիլո 100 գրամ շաքարավազա, տարեն հանում եմ, որպեսզի ամբողջական զրո ցույց տա եւ ավելացնելու եմ 500 գրամ սառը ջուր, պետք չի, տաք ջուր, չլցնեք մեղրի վրա, ինքը պետք է լինի սառը ջուր։ Ավելացնում եմ, ուշադրություն ենք դարձնելու, որ ջրի քանակը շատ չլինի, դրանք բոլորը նորմալ չափեր են, էլի։ Անպայման պետք է լինի 500 գրամ ջուրը։ Ստացանք 500 գրամ ջուրը
եւ ավելացնելու եմ մի այսպիսի թեթև այսպես թեյ գտա լիմոնի աղ նախորոք լցնելու եմ շաքարավազի եւ ջրի վրա եւ դնել իրար հետ էփելու վերջում պետք չի լիմոնի աղ ավելացնել որովհետեւ երբ որ լիմոնի աղը դու ավելացնում ես վերջում սկսում է կտրել մեղրը պետք է լիմոնի աղը եւ շաքարավազի եւ ջրի հետ միասին որպեսզի կորցնի իր այդ կտրելու հատկությունը հիմա այսպես առանց խառնելու երբեք որ դնում եք մեղրը էփելու չխառնեք ընդհանրապես չմտածեք վայ որ կարող պեսո կտակը ոչ մի բան չի լինելու եփելու ենք շատ մարման կրակով շատ թույն չուժեղացնեք տակը թող ինքը թույն սկսի եռալ երբ որ արդեն սկսի մեղրը եռալ հեսա ես ցույց կտամ մեղրը սկսում է եռալ մենք մոտավորապես ժամ ենք նայում 10-ից 15 րոպե պարտադիր է մեղրի էփելը շուտ չվերցնեք վրայից երբ որ արդեն մեղրը կլինի պատրաստ ինքը մի սենց յուրահատուկ պղպճակներ է տալի իր վրա ես այս բոլոր այդ մանրուքներով ձեզ ցույց եմ տալու որպեսզի դուք ճիշտ պատրաստեք մեղրը եւ հավատացեք որ խանութից մեղր չեք գնելու օգտագործելու եք ձեր իսկ տան պայմաններում պատրաստած մեղրը ու շատ հաջող է ստացվելու հիմա թողնենք որպեսզի 10-ից 15 րոպե հանգստանա Մինչ այդ էլ, մինչև որ 10-ից 15 րոպե սկսի եռալ եփել, մինչ այդ էլ ես ձեզ ցուցադրելու եմ, թե ես ինչպես եմ պատրաստում խորիզը, որովհետև շատ հետևորդներ նշում են, թե գաթան պատրաստեցիք, բա խորիզը, հիմա ես ցույց կտամ իմ տարբերակով պատրաստած խորիզը, սիրելի հետևորդներ, եւ կարող է եւ առիթից օգտվեմ մինչև մեղրի լիները, երբ որ խորիզը պատրաստեմ, մի հատ է գաթա պատրաստեմ, համ ժամանակս կգնա, համ էլ խանութում գաթա կունենամ վաճառելու։ Հիմա պատրաստեմ խորիզը, մինչ մեղրը կսկսի եռալ, ես պատրաստեմ խորիզը։ Խորիզը ես պատրաստում եմ կեսը կարակ, կեսը ձեթ։ Այդ ձևով եմ պատրաստում։ Երբեք չեմ անում մենակ կարակով կամ մենակ ձեթով, կեսով։ 250 գրամ կարակ եմ վերցրել։ Հիմա ավելացնելու եմ 150 գրամ ձեթ։ Ավելացնում եմ 150 գրամ ձեթ, վանելին, և 400 գրամ շաքարի փոշի։ Ես շաքարավազով չեմ անում, իմ խորիզները ես պատրաստում եմ շաքարի փոշիով։ Այս բոլորը լցնում եմ ու սկսում եմ լավ խառնել։ Անմիջապես սկսում է հեսա սպիտակել, իսկ եթե շաքարավազով ես անում, այնքան պետք է հարես, ինչքան էլ մեկը հարում ես, էլի են գնդիկները մնում է, որը սենց մի տեսակ կարող գաթայի մեջ ղրճա կամ ինչ-որ մի բան, իսկ շաքարի փոշիով արագորեն, շատ արագ լուծվում է, տեսեք մի հատ վռած նոր խառնեցիր, արդեն սպիտակ տեսք ստացավ ինքը ամբողջությամբ։ Այսպես, մի հատ մի քանի անգամ տանում բերում ես, արդեն լրիվ պատրաստ է խորիզը ստանալու համար։ Ավելի արագ, ավելի հեշտ, դնում են քոնես հարում ձեռդ սկսում է ցավալ։ Այսպես կոպիտ ասած եմ ասում, ձեռը ստոյկա տվեց, հայտոշնի, այդ խորիզ պատրաստելուց է լինում։ Բայց ես վերցրել ընտրել եմ այս տարբերակը, իմ համար շատ լավ տարբերակ է, համ արագ, ես միշտ ընտրում եմ արագ տարբերակները, որովհետև հավատացեք իմ ես առօրյա աշխատանքի մեջ այսքան գործերի մեջ ես չեմ կարող sense բարդ ինչ-որ աշխատանքներ ընտրել, էլի, ինչքան արագ, այնքան ժամանակի մեջ ես կարողանում եմ շատ լավ տեղավորվել։ Հիմա խնդրեմ նայեք, թե ինչ սպիտակություն ստացավ, տեսեք, ինչ փրփուր, ինչ տեսակի, այ այսպես, շատ հաջող է լինում, երկար անելու կարիք չկա, արդեն սա իրար հետ խառնվեցին, արդեն ավելացնելու եմ ալյուրը, դե ալյուրը ավելացնում եմ աշկաչափով, որովհետև չեմ կարող կոնկրետ չափ ֆիքսեմ, դրա համար աշկաչափով ավելացնում եմ, հասկանում եմ արդեն խորիզի խտությունը ինչ ձև է։ Սկզբից քիչ լցրեք,
որպեսզի հանկարծ շատ չստացվի ալյուրը, հետո նոր աստիճանաբար ալյուրը կավելացնենք։ Սիրուն, տեսեք, ինչ լավ խորի ստացվավ, արագ եւ որակյալ։ Այսպես։ Ես սովորության համաձայն, երբ որ արդեն տեսնում եմ, որ վերջ պատրաստ պետք է լինի, ես միշտ համը տեսնում եմ, էլի, որպես կարող է քաղցր չի, էլի։ Ես մինչև համը չտեսնեմ, չեմ եզրափակվում։ Շատ լավ քաղցր է, շատ լավ։ Համը այդքան չափը լրիվ հերիք է, շատ քաղցր ու համով խորի ստանալու համար։ Հիմա արդեն որ տեսնում եմ, որ արդեն վերջ խորիզը ինքը իր նորմալ տեսքը ստացել է, ավելացնելու եմ մի այսպիսի, այս կարգի թեթև սոդա։ Ավելացնում եմ ու մի հատ էլ նորից այսպես խառնում եմ, սոդան ինչ է անում, սոդան շատ լավ էֆեկտ է տալի, այսինքն երբ որ մենք թխում ենք գաթան, լցնում ենք խորիզը խմորին, չէ, ինքը ասես մեջը ասես պիշիանում, ասես ուռում է, մի տեսակ ուրիշ տեսակի է լինում, երբ որ խորիզի մեջ սոդա կա, անպայման լցրեք, հաստատ ոչ մի վնաս չի տալիս, բացի լավը։ Այսպես է, սոդան էլ լցնում եմ մի հատ էլ լավ, ասես վերև ներքև խառնում եմ եւ լրիվ պատրաստ է մեր խորիզը արդեն իսկ թխելուն։ Այսա տեսնեմ, որ դեռ մեղրի ժամանակ ունենք անելու, մի հատ գաթա կպատրաստեմ։ Սկսեմ պատրաստել գաթան, բայց այս անգամ որոշել եմ մատիկներ կտրվածքը չանեմ, այս անգամ ուրիշ կտրվածքով կներկայացնեմ, բայց ես միևնույնն է, սիրում եմ մատիկներ կտրվածքը, բայց թող տարբերվի, որ ամեն անգամ նույն կտրվածքով չլինի, այսպես, և դուք կարող եք շերտավոր խմորով բացեք գաթան, խորիզը լցնեք մեջը, կտրեք և դնեք սառցեխցիկ, թող սառի, ավելի հաջող է լինում, երբ որ արդեն տունը հյուր է գալի արագի մեջ, կարողանում եք հանեք առանց հետ գալու, չեք է թողնելու, որ ինքը իր սառած վիճակից հետ գա, արագորեն հանում եք, ձու եք ստում և դնում եք թխվելու, կարակ այդպես էլ անեք, շատ լավն է լինում, նույնը խաչապուրին, պանիրը լցրեք մեջը, սառացրեք և դրեք սառցեխցիկ։ Մենք այդպես շատ ենք անում, ինչի համար ենք անում, որովհետև առավոտ շուտ շատ խաչապուրիների պատվերներ ենք ունենում դպրոցների հետ կապված և պատկերացնեք, որ չենք հասցնում, որպեսզի մենք կարողանանք հասցնել և ժամանակին տալ խանութներ, մենք իրիկունը, խաչապուրին, պան բացում ենք, պանիրը լցնում մեջը, սառացնում, դնում ենք մառազնիկան և առավոտը հանում ենք ընդամենը ձուկսում և դնում թխելու և մեր գործը բավականին առաջ է գնում, այնպես որ ձեզ է խորհուրդ կտամ, որ կարող եք այդպես անել նախօրոք ունենալու համար, ձեր համար արագ բան պատրաստելու համար։ Ինչ ձեր անեմ գաթան, ես որ մի սովոր եմ մատիկների, փորձեմ այսօր մածունով գաթայի նման անել, այսպես տարածելով, գաթայի խորիզները այդքան շատ էլ չպիտի լինի, էլի, որ ինքը եթե շատ է լինելու շերտերին ինքը խանգարելու է, նորմալ քիչ եք անելու, այ այսպես փակեմ, տեսեք թե ինչ ձև է մեղրը եռում, այդ մի հատ բան նայ, տեսեք ինչ ձև է եռում մեղրը այսպես պետք է սկսի եռալ, չենք անջատելու, որովհետև դեռ ինքը պատրաստ չի, այսպես վիճակ, որ կլինի ձեր մոտ, սիրելիներս, հանկարծ մեղրը չանջատեք, դեռ նա պատրաստ չի։ Այսպես, պտտելով փորձեմ անել, տեսնեք ինչպես կստացվի, ես ձեզ ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ այս ձևի շերտավոր խմորով գաթան առաջի անգամ եմ անում, ես նման տեսակի կտրվածքով չեմ անում։
Բայց փորձենք թող լինի ինձ ձևել որ կլինի տեսքը ցույց կտամ ձեզ անպայման ինձ ձև կստացնա այսպես ռուլետի նման ենք էլի փաթաթում մի օր ձեզ ցույց եմ տալու թե ես ինչպես եմ պատրաստում իմ ռուլետները թե ջեմով թե խորիզով թե ամեն ինչով այսպես փակացնում եմ մի քիչ լայնություն տանք եթե նայղեմ մեջտեղի հատվածից այսպես լայնացրեք իրան այսպես լայնությունը լրիվ լավ է փորձեմ կտրել այսպիսի գաթակտրիչով տեսնենք թե ինչ տես կստանա մեր գաթան կես այսպես անեմ եսը մի ուրիշ տեսակ կտրեմ կտրեցի մի քանիսը տես մի քանիսն է փորձեմ այս կտրիչով անեմ որը ես շատ եմ սիրում փորձենք տեսնենք ինչ տես կստանա համ են համ էս այսպես շարեմ մեջտեղի հատված ենք դնելու չենք տանելու շատ ծայրամասեր մեջտեղի հատվածով հոսանքի տաքությունը շատ են գնում եւ շերտերը ավելի լավ են բացվում դրա համար է մեջտեղի հատվածում ավելի հաջող է լինում տեսնենք թե ինչպես է ստացվելու մեր գաթան այսպես զունքսը վրան է փորձեմ պատառաքաղով այսպես սիրուն տեսք տամ այսպես գեղեցիկ ուզորներ անենք տեսնենք ինչքանով ուզորը վրան կպահի նախորոք արդեն տաքացված ջեռոցում պետք է թխվի անպայման 250 ջերմաստիճանի տակ եմ ես տաքացնում իմ վառարանով դուք արդեն ձերինը պետք է իմանաք թե ինչքանի դեպքում է էլի լավ թխում այսպես անում եմ եւ տեղափոխում տեսեք թե այ ինչպիսի պղպճակներ պետք է ունենա երբ որ արդեն մեղրը լինում է պատրաստ հայտ մի քիչ մոտիկացրու թող տեսնեն այ այսպիսի մանր պղպճակներ ամբողջ ամանով մեկ պետք է այսպես պղպճակներ լինի այդ դեպքում արդեն մեր մեղրը մոտեցել է իր ավարտին այսինքն լավ վիճակում է գտնվում բայց դրանով չենք սահմանափակվում ինչ ենք անում մեղրը ավելացնելու ենք մի այսքան այս չափի սոդա ենք լցնում մեջը եւ սկսում ենք խառնել փրփրելու է ինքը փրփրելու է բայց արագորեն խառնում ենք արագորեն այսպես այնքան որ ու վրից վերցնում ենք ու սկսում ենք այսպես սեղանի վրա էլ սկսել խառնել բայց այդ պայն որ լցնում ենք անպայման մի հատ խառնեք նոր սեղանի վրից վերցրեք որպեսզի ինքը կարենա իր տաքությունից մի հատ այդ պայն սոդան անցկացնի տեսեք այսպես խառնելու ենք այնքան վաղ մինչև հեսա սոդան սկսի իր ուժը կորցնել եւ նստել չենք թողնելու այդ վիճակը էլի թե չէ կհլի փրփուրով կթափվի անպայման լցրեք եւ այսպես խառնեք տեսեք արդեն կամաց աստիճանաբար տեսեք արդեն իր էֆեկտը կորցնում է ինքը կարող է այսպես երկար ժամանակ էլ սպիտակ փրփուրով մնա երեսը չանհանգստանաք ինքը կմնա մի ասենք թե մի կարող է մի կես ժամ այսպես փրփուրով մնա ու հետո կամաց սկսում է ինքը սպիտակել գույնը դառնում է լրիվ
Բա, ասեմ սպիտակը դեղնում է, լրնի դեղին գույն է ստանալու, լինելու է դեղին մեղր, այ այսպես անում ենք, լրի բավական է, այնքան ժամանակ մինչև տեսնում եք, որ արդեն էլ ինքը բարձրանալու ոչ մի հավանականություն չունի և թողնելու եք լավ սառի, ես էլի եմ կրկնում, հեսա փրփուրը երեսից կգնա ու ինքը կմնա լրի դեղին գույնի մասա ու լինելու է շատ լավ մեղր, հեսա թող մնա, եթե կհասցնենք ժամանակի մեջ տեղավորվեն, գաթան պատրաստ լինի այդ ժամանակ դզված լինի, ես այդ էլ ցույց կտամ, իսկ եթե չէ, վաղը արդեն իսկ մյուս վիդեոյի ժամանակ ես ձեզ մեղրի պատրաստի վիճակը ցույց կտամ։ Խեցի գաթան վերջացրեցի, հիմա ուզեմ, որ տեսնեք, թե ինչ տեսք է ստացել։ Լավն է, նես չի, որ վատ է տեսքը, սիրուն է, նայեք, ինձ ձև այսպես դուրս է եկել երկու կողմերից է և շատ սիրուն տեսք է ստացել, լավն է, տեսեք, նայ ոնց որ ձև տված էլի մի հատ, համ այս կողմից է դուրս եկել, համ այս կողմ, համ էլ շատ թեթև է, շատ լավն է ստացվել, կարելի է այս տեսակ էլ փորձել, ինչու ոչ, տեսակ է եղել։ Հիմա էլ տեսեք, թե մեղրը փրփուրը ոնց անցավ սպիտակ փրփուրը և ինքը լրիվ այսպես պարզ գույն ունի ու պետք է թողնենք, որպեսզի սառչի։ Սառելու է նոր ինքը դառնալու է իր իրական տեսքը ստանա ու դառնա լրիվ մեղրի նման, մինչև առավոտ արդեն իսկ լրիվ նորմալ վիճակ կլինի մեղրի մոտ։ Ավարտեցի այսօրվա իմ նկարահանումը, հույսով եմ, որ էլի ինչ-որ մի բանով կարողացա ձեզ օգնել, ինչ-որ մի նորություն ասել ձեզ, երևի թե կարողացա ինձ թվում է, որովհետև ամեն պահել, երբ որ մարդը ինչ-որ մի բան սովորում է, դա շատ լավ բան է։ Ինչ տարիքում է, որ լինես, ինչ տարիքում միևնույնն է, դու սովորելու բան ունես։ Ես ինչքան էլ ասենք, թե թխեմ, իմանամ, չէ, եթե ինչ-որ միտեղ մի հետաքրքիր բան եմ տեսնում, անպայման ուզում եմ իմանալ, մեկ է տերում ես թուղթուգրիչը վերցրեցի, նստա գրում եմ, դա ինձ հետաքրքրում է, դա ես ուզում եմ դա փորձել, տեսնել, թե դա այդպես է, այդպես չի, եւ այնպես որ խորհուրդ կտամ ձեզ էլ, որ սովորեք ամեն րոպե, ամեն վայրկյան, երբեք մի ասեք, որ «Ոյ, ես գիտեմ, այդ ինչ է», չէ, վեհանց բաներ մի արեք, ինչքան էլ որ իմանաք, մեկը համ լսեք, համ փորձեք, իմ խորհուրդը ձեզ բոլորիդ, այնպես չի, որ ես ամեն բան սովորեց եմ ծնվել կամ ամեն բան իմացել եմ, սովորել եմ փորձով, արել եմ, փորձել եմ, մյուսի խորհուրդն եմ ընդունել, տարբեր տեսակի բաներ եմ փորձել և արդյունքում կարողանում եմ իմ գործը առաջ տանել և փառք Տիրոջը ամեն բանի համար, այնպես որ սիրելիներս սովորեք ամեն րոպե, որը պետք է գալու ձեզ, դուք չգիտեք, որ այդ բանը ձեզ երբ պետք կգա ու որտեղ պետք կգա, այնպես որ շարունակեք նույն տեմպերով, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններում և ձեր այսպես ասած խոնարհ ծառանգոհարը միշտ պատրաստ է ձեզ օգնելու։ Բարի գիշեր ձեզ սիրելիներս, մնաք Աստծո օրհնությամբ։